25 տարի կարգավորողի դերում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշում է իր հիմնադրման 25-ամյակը։ Հանձնաժողովի առաջին կազմը 2021 թվականի մարտի 19-ին նշանակվեց ու հենց այդ պահից սկսվեց կառույցի ձևավորումը, լիցենզավորում, մշտադիտարկում, նոր կանոնակարգեր, իսկ հետո նաև թվային հեռարձակման անցում։ Հասարակությունները առաջին հերթին միշտ հետաքրքրել է ինչքանով ենք մենք անկախ ընդունում մեր որոշումները, ինչքանով է մեր որոշումները զերծ տարբեր միջամտություններից արտաքին եւ միայն ես չեմ ասում, դա անձեն աչքով երևում է, որ մենք վերջի տարիներին վերաիմաստավորում ենք մեր գործունեությունը, մեր նշանակությունը։ Հանձնաժողովում ասում են 25 տարին եզրագիծ չէ, դա ընդամենը ճանապարհի կեսն է։ Մեդիա դաշտը փոխվել է եւ ամենամեծ մարտահրավերները հենց հիմա են։ Գիտեք, որ արդեն արհեստական բանականության շնորհիվ սինթետիկ բովանդակությունը գեներացվում։ Մենք շատ լավ գիտենք, որ այն վնասակար բովանդակությունը, որը մենք տեսնում ենք, ինքը նորից գեներացվում է համացանցում, որը որևէ կարգավորման ներքո չի, եւ մենք կարծում ենք, որ այստեղ մենք բոլորս, ոչ միայն հանձնաժողովը, օրենսդիր, գործադիր մարմինը, հասարակությունը, քաղաքացիները անելիքներ ունեն, որովհետեւ եթե մենք չփորձենք ինչ-որ ձև կարգավորել եւ դիմադրել այդ սպառնալիքներին, ապա ես շատ կվախենամ, որ նորմ կարող է դառնա ապատեղեկատվությունը, դիփֆեյքերը, ատելության խոսքը։ Մարտահրավերները տեսնում են նաև ՌԱ 25-ամյակի առիթով հավաքված քաղաքական գործիչները, մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Մեդիան մարտահրավերներ ունի, այս պահին նույնպես մենք ես վիճակագրական տվյալներին անդրադառնալով ես նայում եմ 2009 թվականի լրագրողներ առանց սահմանների զեկույցում Հայաստանի դիրքը եւ ես տեսա, որ 175 երկրների մեջ Հայաստանը եղել է 111-րդը։ Այսօր Հայաստանը շատ ավելի դրական միտումներ ունի։ 25 տարվա պատմության ամենակարևոր ձեռքբերումը ՀՌԱՀ-ում անկախ կարգավիճակն են համարում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Կարգավորողի դերը հիմա ավելի բարդ է, քան երբևէ։